200 տնտեսություն 900 հոգի։ Բարի հարցրեք, Իսակ։ Վարչական աշխատող։ Մոռացել եմ, ես 3 տեղ էլ չեմ աշխատում։ Չեք աշխատում։ Ուրիշ տեղ եմ աշխատում, էլ գյուղապետարանում չեմ աշխատում։ Գյուղապետարանում որպես ինչ եք աշխատում։ Հողաշինարար։ Բա հիմա Մի այլ հիդրոմետ կենտրոնում։ որտեղ եք լավ։ Ստեղ։ Հիդրոմետո։ Հա, բա։ Ճիշտն ասած, գյուղատնտեսությունը ոնց որ մեր գյուղում ձեռք չտալ, էլի։ Ինչի։ Հողերը բերի չէին, 4-րդ կարգի հողերն հիմնականը։ Համ քիչ է, մի հողաբաժինը տնամերձով 3000 մետր է, որից 2000-ը 2000-ից 2500 տնամերձ է։ Այնտեղ մնում է 500-ից 1000 մետր հող։ 500 մետր հողով ինչ գյուղատնտեսություն կարես անել։ Հիմնականը անասնապահությունն է, գյուղատնտեսություն չկա։ Նորից 2 տարի է, որ վայելահողերը վարվում են, միջև մի բան խոթարքներ տեխնիկա չեղել, օգուտ չեղել, եսիմ էլի ձեռով էլ հնարավոր չեղել։ Հիմա արդեն տեխնիկա։ Հա, ունենք տեխնիկա։ Ուրիշ տեղից եմ բերեմ, հենց մեր գյուղից, չէ՞ էլի։ Ուրիշ գյուղից բերում։ Վահագնից։ Հա։ Շատ չէ՞ էլի, քիչ է, մոտավոր ինչքան կլի, մի 10 հեկտար չի լի, չէ՞ Վարելափող, չէ, Է, մի 5-6 հեկտար վարվել։ որ վարվում է։ Այդ 2-րդ տարին է։ Ցորն հենց անում։ Չգիտենք ինչքան է նորմալ, որ իմանանք նորմալ է թե չէ, հալամ էլի։ 2 տարի է դժգոհ չենք։ Իսկ անասնապահությունը ձեռնտու է։ Հա, այս գներով ձեռնտու է։ Որ գներով։ Հմիկ վայզ մսի բանի գներով էլի։ Ձեր իսկ կաթը է ժանա։ Օրինակ կաթը ինչքանով եք իրացնում միսը։ Մհեր ինչքան է կաթը։ 130 դրամ։ Մի հանքային ջուր էլ չի առնում, էլի։ Բա միսը։ 3000-ից ավել է, միսը ձեր։ Օբոքը միս։ Դուք օրինակ հանձնում եք։ Այո։ Բա ասում եք ձեռնտու չէ։ Բայց ուրիշ աշխատանք չկա, ինչ անեմ։ Քանի անասուն ունեք։ 10 հավ։ Միայն խոշոր եք Բլոտ։ կամ։ Հա։